Կին Փոստանջյան ավարտվեց Վարդան Ղուկասյանի կալանքի խափանու միջոցառումների վերաբերյալ միջնորդության քննությունը, կասեք ինչ որոշեց դատարանը, եթե որոշում կա։ Այո, որոշում կա, որոշման հետ մենք ծանոթ ենք, այսինքն եզրափակիչ մասի բանավոր ընթերցման հետ ենք ծանոթ, որը հրապարակեց դատավորը, որի հետ համաձայն չենք, գտնում ենք, որ դա ակնհայտ անարդարացի որոշում է, դա իհարկե մենք կբողոքարկենք, 3 ամիս ժամկետով երկարացվել է կալանքը և մեր միջնորդություններից միայն բավարարվել է մեկը, դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, մնացած միջնորդություններին լիարժեք անդրադարձ չկատարեց, բանավոր կարգով իհարկե որոշումը հայտնեց, չգիտենք թղթային տարբերակը ինչ կպարունակի, իր մեջ արդյոք ներառած կլինի մեր միջնորդությունների հիմքերը, թե ոչ, կապված կալանավորման պայմաններից և նաև քաղաքական ենթատեքստից, նախաձեռնված հանրային քրեական հետապնդման, այդ թվում նաև կալանքի այս տեսակի կիրառումը երկարաժամկետ, շարունակական, և թե ինչպես դա պետք է հիմնավորի իր թղթային տարբերակում, ես չգիտեմ, այսքանը, եթե հարցեր կան, Տիկին Փոստանջյան, փաստորեն դատարանը անտեսեց պատգամավորների դերասանի երաշխավորությունը։ Իհարկե, այսինքն սա խոսում է դատարանի ակնհայտ նաև այսպես ասենք իշխանությունների մեղադրանքը, իշխանությունների դեմս դատախազության ներկայացված և նաև այդ մեղադրանքի հիման վրա կալանք կիրառելու ցանկությունը, այսինքն դա դրսևորեց, հակառակ կողմի դիտարկումները և նաև հիմնավորումները հաշվի չառնվեցին դատարանի կողմից։ Դատարանի կողմից հաշվի չառնվեց այն կարևոր հանգամանքը, թե ով է պարոն Վարդան Ղուկասյանը, այսինքն ոչ անձին բնութագրող տվյալները և այդ թվում նաև ձեր ասած երաշխավորությունները, այսինքն անձին ոչ միայն հենց այդ երաշխավորությամբ են նաև բնութագրում, ճանաչելով անձին, ամեն մեկի համար չեն կարող մարդիկ երաշխավոր հանդես գալ և նաև դա փաստացի դատարանը հաշվի չառավ և այս տեսանկյունից նույնպես ակնհայտ անարդարացի դատական ակտ է։ Առկա է այլընտրանքային խափանման միջոցների հնարավորության կիրառում, մինչդեռ դատարանը բավարարեց շարունակական կալանքը։ Սա նշանակում է, որ դատարանը այն քաղաքականությունն է ըստ էության իրականացրել, որը ցանկությունն է Նիկոլ Փաշինյանի, ես հիշատակեցի, հիշում եք, որ ինչպես է այս հանրային քրեական հետապնդումը նախաձեռնվել, ինչպիսի վաղեմություն ուներ, մարդը դեռ նույնիսկ չէր ծանոթացել քաղաքապետարանի անձնակազմի հետ, ընդունում, այսպես ասած, քաղաքապետարանի պաշտոնի դեռ տեղի չէր ունեցել, չգիտեր ովքեր են, որովհետև այո, պարոն Ղուկասյանը պարբերաբար ընտրվել էր Գյումրիի քաղաքապետ, բայց երկար տարիներ այլևս քաղաքապետ չէր և եկել էր ընդունում էր քաղաքը նախորդ իշխանություններից, ՔՊ-ից և այստեղ նույնիսկ նա ծանոթ չէր ովքեր են քաղաքում աշխատում, քաղաքապետարանում աշխատում, հետևաբար այս պայմաններում, երբ արդեն իսկ Անուշավան Աղաջանյանը, ով արդեն իսկ հենց անմիջապես 2 օր անց միջնորդություն է ներկայացնում, որ պետք է նախաձեռնի օպերատիվ հետախուզական համալիրի միջոցառումներ, այսինքն մենք այս քաղցկեղի ծնունդը տեսանք այդ փաստաթղթերից։